Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն դարձյալ իր հերթական ուղիղ միացումը Երևանյան տաղավարի հետ սկսում է Մոսկվայից։ Հասկանում եք, որ բուժումներին զուգընթաց ես չեմ կարող մեր կապը մեր մշտական ունկնդիրների հետ չպահել եւ ամեն կերպ աշխատում եմ ձեր բոլորի ցանկություններն ու առաջարկությունները եկյանքի կոչել։ Գիտեք, շատ կարևոր է թե ում հետ է զրուցում ինչ թեմաների շուրջ։ Իսկ այնպիսի անձինք, որոնք այսօր ապրում են մեր երկրի վաղվա օրը լավ տեսնելու ցանկությամբ, այդպիսի անձինք իհարկե մեզ համար շատ կարևոր են եւ նման անձնավորություններից մեկն էլ անկասկած համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, ում հետ այժմ մենք զրուցում ենք Մոսկվայում։ Պարոն Կարապետյան, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ իհարկե ուրախ եմ, որ մենք կարողանում ենք մեր կապը պահել եւ պիտի ասեմ, որ դա շատ կարեւոր է հատկապես մեր ունկնդիրների համար։ Փառք Աստծո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե ով է Արշակ Կարապետյանը, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Տեսեք, ես երեք դիտեցի ձեր հարցազրույցը Զվեզդա ընկերության, հերոստանգերության թղթակցին տված ձեր հարցազրույցը եւ պիտի ասեմ շատ հետաքրքիր հարցազրույց էր, շատ հետաքրքիր առաջարկներ, ցանկություններ եւ ներքին մի տեսակ հպարտություն էլ ապրեցի, որ մենք ունենք այս մակարդակի ռուսերենին տիրապետող անձնավորություն, ով կարողանում է ոչ միայն իր մտքերը ճիշտ արտահայտել, այլ շատ բնութագրել այն իրավիճակը, որում այսօր մենք ազգովի հայտնվել ենք։ Ես շատ լավ եմ ճանաչում Աննա Շավրանին, ով եթե ինչ-որ բան դժգոհ լինի ինչ-որ մի հարց իր զրուցակցից, անմիջապես ճակատին ասում է, բայց Աննան դպրոցականի պես ձեզ ուշադիր լսում էր եւ ես հասկացա, որ ինքն էլ գոհ էր այդ հարցազրույցից։ Դուք այդ հարցազրույցում իսկապես շատ հետաքրքիր հարցերի շուրջ խոսեցիք, բայց ամենակարևորը շնորհավորեցիք հունվարի 28-ի մեր բանակի օրվա կապակցությամբ եւ իհարկե դա ուրախալի է, որտեւ ցավոք այսօրվա իշխանությունները մի տեսակ փորձում են շրջենցել, հիմա էլ հորինել են հունվարի 27-ը որպես հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, որպեսզի իրենք մեկ օր շուտ գնան իբր այնտեղ այցելություն այդ պանթեոն, որպեսզի հունվարի 28-ին արդեն Եռաբլուր չգնան։ Այդպես էլ եղավ նաև այս անգամ։ Ինչու է այդպես ընդհանրապես։ Ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բանակը իր տոնի կապակցությամբ եւ մաղթում եմ նոր հաղթանակներ։ Մենք տեսել ենք հաղթանակ 90-ականներին, էլ ենք ունենալու հաղթանակ, դրա համար սաղթը դուխները տեղը պահեն։ Իսկ ինչի է այդպես, ինչի 27-ը մցրեցին, որ գնան, գիտեք ինչ են արել դա, որտեվ իրենք բանակում չեն ծառայել, իրենք չգիտեն, որ զոհված զինվորը մնում է բանակի շարքում։ Եվ դրա համար պետք չի առանձին օր, կա բանակի օր, որը միշտ սկսվում է հիշատակվել այն զինվորներին, որ զոհվել են հայրենիքի համար, գնում են այդ շիրիմներին, տեսնում ենք բանակի օրը գնում են, ասենք ինչ որ միտեղ այդ հավերժ կրակի մոտ, ասենք ծաղիկներ են դնում, եթե հնարավորություն ունեն գնում են, ասենք այցելում են իրենց շիրիմները, դա ամեն ինչ արվում է հենց այդ նույն օրը։ Հասկանք, որտեղ նրանք մեր շարքերում են, նրանք մնացել են բանակի շարքերում, հասկանում եք, իրանք չեն հասկանում, իրանք չգիտեն զինվորը ինչ է։ Այդ նույն բանն է, ես իրանց համար հասկանալի լեզվով ասեմ, որ մի մարդ չիմանա հեծանիվ քշել, բայց փորձի սաղին սովորեցնել հեծանիվ քշել, որ հասկանան, ես դրա համար եմ այդ օրինակը բերում։ Ասում իրանք չգիտեն բանակը ինչ է։ Իրանցից լավագույններից, ինչ որ եթե գտնենք մի հոգու, որ ծառայել է եւ այսօր գտնում է իրենց այդ քաղաքական, չգիտեմ, թիմում, որը որոշում է այդ բոլոր հարցերը, լավագույն դեպքում կարող է ինչ որ էնել երևի դժվարությամբ գտնենք, որ ժամկետային զինծառայություն են անցել, կամ էլ ինչ որ չգիտեմ, այնտեղ պաշտոն են զբաղացրել, որ հետո մի երկու չափալախ ընկեր հանե բանակից շպրտել են դուրս։ Հասկանում եք, ուրիշ իրենք տարբերակ չեն, գաղափար չունեն բանակի մասին։
Դա դրա մասին է խոսում։ Ոնց կարելի է ելույթ կարդում զարմանում եմ։ Ասում կրճատեցինք ժամկետային զինծառայությունը, զինվորի վիճակը լավացավ։ Բառաց չեմ ասում։ Մի 6 ամիս էլ բան արեք։ Կրճատեք, եթե դա է նպաստողը կամ դա է ինչ որ է ձեր ծրագիրը, ասում բանակը դա մարմին է։ Եթե բանակում չես անցկացնում զորավարժություններ, տարբեր աստիճանների, հա, միջև ստրատեգիական, մարտական կրակի կիրառմամբ, թող ասի, քանի անգամ, այն թող ասեր, որ 25 թվականի ընթացքում անցկացրել ենք այսպես կարևոր միջոցառում մեր զորքը պատրաստելու համար, չգիտեմ, հարձակողական, ասենք, զորավարժություն կամ պաշտպանողական զորավարժություն, ու ես վստահությամբ ասում եմ, որ մեր զորքը պատրաստ է, ասենք, մեր երկիրը պաշտպանի, կհասկանայի, բայց ասում եմ, 6 ամիս կրճատել ենք, բանակը լավացել է։ Դու հասկանում եք, ինչի մասին է, ինչքան անգրագիտություն է։ Դու նույնիսկ կարող ես միջուկային զենք ունենաս, բայց եթե դու սովոր չես այդ զենքը կիրառել ու չգիտես ոնց կիրառել, դու պարտվելու ես։ Ասում եմ, զենքեր են առնում, դες չեմ ուզում ասեմ իրանք ինչ են առնում, բայց հավատացեք, այդ զենքերը իրանք ինչ որ բան են, շոու է, էլի իրանց բաների համար են անում։ Ես շատ մտահոգված եմ մեր բանակի համար, պարոն Ղուշյան, ու ես վստահ եմ, սենք ոչ մի բան չեն կարող անել։ Սրանց լավագույն բանը, ասեմ, համազգեստ բանն է։ Մեր մոտ տնես տպավորությունը, որ ռեֆորմ անելուց պետք է համազգեստ փոխես։ Պարոն գեներալ, դուք շատ խոսել եք բանական վտանգության հարցերի կարևորության մասին եւ անընդհատ շեշտում եք, որ այն շատ կարևոր է իսկապես, քանի որ չի կարող լինել կուսակցականացված։ Ինչու համար եք այդպես մտածում։ Պարոն, անվտանգությունը դա բոլոր քաղաքացիներինն է։ Երկրի անվտանգություն վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Կլինեն քաղաքական գործիչներ, կլինեն, ասենք, իշխանական ինչ-որ ներկայացուցիչներ, կամ կլինեն այդ իշխանությանը դեմ, ասենք, այդ օպոզիցիայի ներկայացուցիչներ, կամ թեկուզ մարդ, որ կներեք ինչ-որ պատճառով նստած է բանտում ինքնել է մեր քաղաքացին։ Հասկանում եք, իրենք բոլորը պետք է լինեն անվտանգության պայմանների մեջ եւ դրա համար պատասխանատու է մեր երկրի քաղաքական այդ կառավարող ուժը, որը մենք տեսնում ենք վերջի տարիներում դա ուղղակի տապալել է։ Ես լավ հիշեցիք, այս Զվեզդայի հաղորդման ժամանակ ասեցի, ասին, ես չէ որ ես ինչ որ շատ գոհ եմ ՕԴԿԲ-ից, այդ հապկից կամ չգիտեմ ինչ որ մի ուրիշ կազմակերպություններից կամ չգիտեմ, տես չի։ Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք այդպես են մտածում։ Ու առաջինը, եթե հիշում եք, հապկի ղեկավարը, ես պաշտպանության նախարար որ եկավ իմ մոտ, առաջին մարդը, որ բարձրաձայն երեսին կանգնեց ասեց, դա ես եմ եղել։ Հայտնի գեներալ Զասը, որ եկավ Հայաստան։ Այո, լավ հիշում եմ։ Ես եմ եղել։ Հարցը գող չլինելու մասին չի։ Հարցը քո աշխատանքի մասին, հետո բացի դրանից, լավ, ասենք հապկից դուրս են գալ։ Խոսքը անվտանգության մասին է։ Եթե մեզ մի շաբաթից մի ընդունեն ՆԱՏՕ, հասկանամ, պարոն Ղուշյան։ Հասկանամ։ Հարցը ոչ թե քննարկվում է, թե ում կողմը լինես։ Հասկանում եք, այսօր ֆուտբոլ չի։ Թե որ թիմից խաղաս։ Դե հասկանաս, ինչ ես անում։ Մարդկանց դնում է, ասենք, մի բառի համար տանում նստում է, ինքը մի Արցախ է հանձնել, իրանք մի Արցախ են հանձնել, իրանք չեն հասկանում, որ չեն ներում, իսկ մա հասկանում են։ Հասկանում են։ Եվ անվտանգությունը ինքը այսպես մի միջոցառում չի։ Ասում եք, երկրի անվտանգության կազմակերպումը մի բան չի, ասես մի միջոց, ասենք նես չի, որ մենակ բանակը դնես ուժեղացնես, օրինակ, ու всё, քո անվտանգությունը ապահով։ Դա մի ամբողջ կոմպլեքս է, որը պետք է ունենա իր ծրագիրը։ Ու ծրագիրը պետք է լինի ոչ թե մշակված
Քաղաքական ուժի կողմից ծրագիրը պետք է մշակված լինի համապատասխան գիտնականների կողմից եւ պետք է անցնի մեր բոլոր անվտանգությունով զբաղվող, ասենք, մարմիններով եւ ի վերջո ստանան այդ արդյունքը, որ կապ չունի այսօր ով է երկրի ղեկավարը, վաղը փոխվի երկրի ղեկավարը, ինքը չդնի թազա նորից գնա, ասի չէ, այս համազգեստը լավ է, չգնանք թազա համազգեստ առնենք։ Դες պիտի հիմնավորված լինի, որ ինքը գա շարունակի, եթե անվտանգության ծրագիրը շարունակական չի, այդ երկիրը գնում է կործանման։ Դա նա չի կարա լինի մի հոգու գործ կամ այսօրվա քաղաքական ուժի միայն իրանց գործ։ Հասկանում եք միտքս։ Դες դա է անվտանգությունը։ Դա է, եթե ուզում ես կազմակերպես անվտանգություն, դու պիտի կարողանաս կազմակերպես այդ անվտանգության հիմքերի ստեղծումը։ Այդտեղից է պետք սկսել։ Հասկանում եք, ու իսկ այսօր մենք բաներ չունենք։ Ոչ մի հիմքեր չկա, ոչ մի բաներ չկա, որ ինքը ասի, ես սրա վրա եմ հիմնել։ Չունի։ Ոչ մի տեղից երաշխիք չի ստացել։ Հայաստանը կեսը հանձնել է արդեն, ոչ մի երաշխիք չի ստացել, ոչ մեկից։ Ասենք Տրամպը այսօր կա, կներեք, մի 2 տարի հետո Տրամպին էլ են փոխելու։ Բավարար եկա Բայդենի նման մեկի, ինչ ես անելու այն գիր։ Ասեց, այս հարցը սենց են որոշը, որտեղ չունես գարանտիաներ։ Տեսեք, այսօր հայտնի պատերազմների մեջ բոլոր գարանտիաներից են խոսում։ Դուք նկատել եք։ Ասենք Ռուսաստանը իր գարանտիաներն է պահանջում, Ուկրաինան Իրանն է պահանջում, իսկ մենք մերոնց պահանջը չլսեցի։ Մեր պետության կառուցվածքը լիովին սխալ է։ Մենք խոսում ենք, ասում ենք, մեր երկիրը ոնց է, ասենք, պարլամենտական երկիր է։ Խորհրդարանական երկիր է։ Ուր է ստե խորհրդարանական երկիր, ինձ ցույց տվեք։ Ուր է հիմքը որն է։ Չկա խորհրդարանական երկիր։ Իշխող ուժը այսօր մեր երկրում դա մի հոգու ձեռն է։ Ես բազմիցս սա ասել եմ, որի մոտ համ կենտրոնացված է, համ ֆինանսական հոսքերը, համ այդ ֆինանսները հսկող հոսքերը, կներեք մարմինները, ոնց կարա մի մարդ, որը ամենաշատ փողը ինքն է ծախսում, ինքն էլ իրան ստուգի, հետո ինքն էլ իրան պատժի։ Ոնց կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքը ով է հասկում։ Ինքը կառավարությունը։ Սրանով սաղ ասված է։ Կառավարության կադրային քաղաքականությունը ով է հասկում։ Ինքը իրան հսկում է։ Ինքը որոշում է, ինքը իրան հսկում է։ Իսկ կառավարությունը չի հսկում։ Հսկում է մի հոգի։ Ինչ ուզի անում է։ Կուզի առանց բացատրելու ասեն, կդնի պաշտպանության նախարար կհանի։ Աստենց են որոշը։ Դա այդ պաշտպանության նախարարը եղավ պաշտպանության նախարար, որտեղ խորհրդարանական մեր երկիրը խորհրդարանական երկիր։ Մեր ազգին էլ բնորոշ չի սա։ Մենք պետք է անցնենք նախագահական համակարգի։ Նախագահական համակարգը թույլ է տալի պահել է դեմոկրատիա կոչեցյալը, ինչի համար, հիշում եք, մարդը կարա ինքը իրան առաջարկի լինել նախագահ, օրինակ եմ ասում, անցնի ինչ-որ այդ ստորագրահավաքները անում, ինչ-որ քանակի, պետական տուրքերը մուծում, և ինքը դառնում է նախագահի թեկնածուն, պիտի համապատասխանի ասենք, չգիտեմ, այնտեղ կրթություն, չգիտեմ, հասակ և այլ Եվ ամբողջ ժողովրդով գնում ենք, ընտրում ենք մի հոգու նախագահի։ Ու ինքը պատասխանատու է միայն ու միայն ժողովրդի առաջ։ Բայց իր ֆունկցիոնալ պարտականության մեջ չի մտնում փող ծախսելը։ Ինքը
հիմնականում զբաղված է երկրի անվտանգությունով, երկրի ներսում արդարություն ապահովելով, միջազգային հարաբերություններով եւ այլ եւ այլ եւ այլ եւ վերահսկում է կառավարության աշխատանքը։ Կառավարությունը զբաղվում է իր գործունեությամբ, էկոնոմիկա, սոցիալական, չգիտեմ ինչ որ հարցերով եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ կա օրենսդրական մարմին, որը որ ընդունում է օրենքներ, որ նպաստի մեր ժողովրդի անվտանգությանը եւ նորմալ գոյատևմանը։ Դա է մեր մոդելը։ Իսկ մեր մոտ նախագահին ընտրում է պարլամենտը, եթե ինքը մեծամասնություն է, ընտրեց այս նախագահին, այս նախագահն ում պետքն է։ Ես անձերին չեմ վերացնում։ Ում պետքն է այդ նախագահան։ Իրանք հավաքվել են նախագահին ընտրել, նույն իրանք ընտրել են վարչապետ։ Նույն մարդիկ։ Հիմա հարց եմ տալի։ Ոնց կարա այս նախագահան հետևի այս վարչապետին։ Չի կարա։ Որտեղ վարչապետն է իրան նշանակում։ Որտեղ մեր երկրի կառավարության ղեկավարը վարչապետն է։ Փողեր իր մոտ է ֆրֆռում, կադրային քաղաքականություն ինքնանում, այդ որ ձևական ստորագրում է, չեր կարա չստորագրի։ Հարցեմ ես, սա ինչ համակարգ է։ Ու եթե ուզում ես լինես, չգիտեմ, այնտեղ քաղաքական բանով, ասենք, երկրի ինչ որ քաղաքական վերնախավ մտնես, դեպուտատ դառնաս, ինչ որ կուսակցություններում պետք է աշխատես։ Անչի համար։ Ինչի համար։ Ու 7000 հատ կուսակցություն Հայաստան։ Օրեկան 2-3 հատ բացում։ Հարց եմ տալի։ Ոնց կարա դա լինի մեր երկրի հիմքը։ Շատակեցիկ եկեղեցի պետություն հարաբերությունները եւ սա պիտի ասեմ, որ իրականում շատ տխուր տպավորություն է տալիս։ Տեսեք, եպիսկոպոսների խորհուրդն էլ այս անգամ վեհապարը ստիպված է անցկացնել այդ նիստը Ավստրիայում։ Լավ, որքան կարող է շարունակվել պետություն եկեղեցի այս հակամարտությունը։ Պաղոշյան, ես ուզում եմ ձեզ օգտվելով առիթից եւս մեկ անգամ տեղեկացնեմ մեր ժողովրդին, որ մեր սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն պետությունը եւ կրոնական կազմակերպությունների մասին հոդվածում ուրեմն գրված է Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատություն։ Այդ առաջի մասում, երկրորդ մասում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Սա երկրորդ մասում է գրած։ Իսկ հիմա կարդանք հոդված 123 Հանրապետության նախագահի մասին։ Հանրապետության նախագահի կարգավիճակը եւ գործունեությունը։ Այդ հոդվածը դրա մասին է։ Հանրապետության նախագահան պետության գլուխն է։ Պետության գլուխը մեր երկրի վարչապետը չէ։ Ըստ սահմանադրության։ Հանրապետության նախագահը հետևում է սահմանադրության պահպանմանը։ Շատերի համար սա բացահայտում է։ Բայց ինչ է ստացվում, եթե երկրի վարչապետը օրենք է խախտում, ուրեմն դրա մեղավորը ով է։ Նախագահն։ Ալիևին շնորհակալություն ասելու տեղը թող հետևի մեր երկրում տիրող այդ բեսպրեդելի որը որ կա։ Ու ինքն էլ է պատասխան տալու։ Պատասխան է տալու մեր երկրի ղեկավարի կողմից մարդկանց սահմանադրական արդեն ես մի հատ կարելի է մի քանի տոմ գրել։ Ինչքան է ինքը խախտե օրենք։ Բոլոր հարցերում։
Նստած Ալիևին է շնորհավորում։ Շնորհակալություն։ Կներեք, շնորհակալություն։ Դե կշնորհավորել, վաղը կգա էլ կլսենք, հա։ Ամեն ինչի ընդունակ են դրանք։ Դա մեր հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջադրվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով։ Այսի երրորդ մասն է։ Ես ուզում եմ ասեմ, որ փաստացի ստացվում է, որ մեր երկրի նախագահն պետք է հանձնարարություններ տար սահմանադրության կամ պետք է ոչ թե հանձնարարություն, այլ պետք է իր գործառույթների համաձայն ինքը պետք է դիմեր սահմանադրական դատարանին։ Ինքը պարտավոր էր դիմել մեր երկրի գլխավոր դատախազին 18 թվից մինչև այսօր։ Այդ չհասկացա, մի հարց չկար, որ նախագահան դիմեր, գոնե պարզաբանում ստանար։ Այդ ոնց է էլի սա։ Ես ասում եմ, համակարգ չկա։ Իսկ եթե նախագահան ընտրվեր ժողովրդի կողմից, ես վստահ եմ, որ մեր նախագահան ուրիշ մարդ կլներ, եւ մեր նախագահան կաշխատեր։ Ես նույնիսկ ասում, անձին կարող շատ լավ եմ վերաբերվում եմ։ Հարցը անձը չի։ Հարցը այդ անձին ինչ վիճակի մեջ են դրել։ Ինքը 0 է։ Ասում 18 թվից, չէ, երկրորդ նախագահն է 18 թվից հետո։ 18 թվից մինչև այսօր 26 թիվն է 8 տարվա մեջ նախագահի կողմից ոչ մի միան թուղթ չի գրվել ինչ որ մի հարցով, ասենք, ոչ մի պետական մարմին։ Ես չեմ լսել։ Դրա համար էլ մարդը հելնում է, ասում է, կառավարությունը ոչ մեկ իմ դեմ չի կարող խոսալ։ Ես ոնց ասեմ, այտենց է, այդ սա խախտում է։ Չագուշն առած, հայկական դրոշը վրեն կպած, գնում է, ասենք ու ասում եմ, մենակ հայ ժողովրդին պարկասում է ասֆալտի, միշտ եթե դուխը հերիքում է, թոմի թուրքի պարկացնի, սահմանի վրա, լավ, հա, Երևան քաղաքում չէ, թոմեկին պարկասնի, թողուն է տենց հրաման տա, թող հելնի ասի, ինչ վերաբերվում է եկեղեցուն, հա, ես ասեմ, որ իր ճնշումները եկեղեցու վրա, ըստ իմ տեղեկությունների, մեծ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ իրենց հենց Տրամպի շրջապատի մեջ եւ հենց Տրամպն է շատ զայրացել այդ հարցով, այս տեղեկությունները, որ ասում եմ, իմացեք, որ հստակ է, մեծ զայրույթ կա այդ թվում Եվրոպայում եւ դուք լսեցիք այս վերջերս Եվրոպան դատապարտեց, փաստացի դատապարտեց։ Ու սա շատ փիս վախեցած է։ Ամերիկացիները շատ կոնկրետ զգուշացրել են։ Շատ կոնկրետ։ Ասել են, քեզ խելոք բայ եկեղեցու չկպնես։ Պարզ ասում եմ ձեզ։ Եթե սխալ եմ, թող ելնի հերքի։ Ինքը ինչ է անում, ինքը փորձում է դա ներկայացնի մեջ, որ ինքը ոչ թե եկեղեցու դեմ է, այ ինքը բան անում, ինչ որ անձերի մասով է խոսում, ինքը չի ուզում մասնատի եկեղեցին եւ իրեն հարց են դրել այդ կալանավորված սրբազանների եւ մյուս այդ ծառայողների հանդեպ։ Ինքը արդեն շատ է, ոնց որ ասած, շոուլի ծնգե եւ ինքը պատասխան է տալու իր քաղաքականության ոչ միայն հայ ժողովրդի ոնց որ թե մասով, դա ամենացավալի մասն է իր համար լինելու։ Այդում ինքը արդեն պատասխանատվությամբ է երկնարկում հենց այն կազմակերպությունների կողմից, որ ինքը համարում է, որ իր, չգիտեմ, ընկերներն են։ Բայց ես ուզում եմ ասեմ,
որ պարոն երկրի կառավարության վարչապետ կզած եւ ծեծ կերած մարդը ոչ մի տեղ չի ընդունում։ Արժանապատվությունը կորցրած մարդը ոչ մի տեղ չի ընդունում։ Ես անձնական չեմ ասում որպես անձի, որպես քաղաքական գործ չեմ ասում։ Ես չեմ վիրավորում անձի։ Ճիշտ է, կարամ վիրավորեմ, բայց չեմ վիրավորում։ Ու միշտ վիրավորողներին ինչ ասել եմ թող հիշեն, անպայման անելու եմ։ Պարոն գեներալ, ապրելով վախի մեջ վարչապետը փորձում է վախի մեջ պահել նաև երկիրը, համամիտ եք։ Դե բոլորս դա տեսնում ենք։ Բոլորս տեսնում ենք։ Եվ միջած վերադառնալով այդ Եվրոպայում այնտեղ Եվրոպայում էլ այդ ճնշումների մասին, քաղաքական հետապնդումների մասին բավականին արձագանք եղավ։ Ճիշտ է, հետո իրանք խառնվան ներքին բաների մեջ, սկսին կուսակցական բաներ, նայմար, մեր ժողովրդին կներեք, կուսակցություն պետք չի։ Ուղղակի պետք չի։ Մեր ժողովրդին պետք է նախագահական երկիր։ Ու պետք է ամեն քաղաքացի իրավունք ունենա դառնա նախագահ, եւ մենք համաժողովրդական գնանք ընտրենք նախագահ։ Գիտեք, սովետական միության ժամանակ հիշում եք, ընտրում էին դեպուտատները, դեպուտատները գնում էին Մոսկվա, այնտեղ մի հատ բան էին անում, համագումար էին անցկացնում, ընտրում էին պոլիտբյուրո, հետո այդ պոլիտբյուրոն հավաքվում էր, հա, ընտրում էր գենսեկ։ Այո, գլխավոր քարտուղար։ Հա, գլխավոր քարտուղար։ Հիշում եք։ Նույն համակարգը վերականգնել ենք։ Նույն համակարգը մենք վեր ենք ալել, վերականգնել ենք ժողովուրդ։ Մենք 90-ականներին այդ համակարգից հրաժարվել ենք։ Եվ դուք չեք պատկերացնում ինչ ուրախություն էր այս երիտասարդ տղայի, երբ որ ես իրավունք ունեի գնայի։ Ձենը ստա այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ասենք, նախագահական տեխնացուն, գնայի, ես չէի ճանաչում իրան, բայց ես ուրախ էի, որ իրավունք ունեմ։ Ինչ որ ձայն տամ, որ ասենք ով լինի մեր նախագահան, երկրորդ, երրորդ հարցն է, որ կարա արդեն կեղծվի կամ բան։ Ես նախանձով նայում եմ հենց այդ մասով այն երկրներին, որտեղ համաժողովրդական ընտրվում է։ Ասենք նույն Ադրբեջանում, Թուրքիան այդքան տարի խորհրդարանական երկիր էր։ Անցավ նախագահականի, դուք տեսնում եք ոնց փոխվեց Թուրքիան։ Ավելի հզորացավ։ Իսկ մեր մոտ բարդակ, ով բան անում, կներեք մի հատ միտք ասում, գնում կուսակցություն է հիմնում։ Ու մեր ժողովուրդն էլ ոնց որ թե դժվար է իրար միանում, հասկանում եք։ Մարդ կարող է կներեք գաստեղ նստի, սաղորը իմ արևով երթվի, մեկ երկու օրից գնա այնտեղ սկսի մի հատ նես բաներ խոսած, նստում նայում ես այ ապուշ։ Սենց ասեմ, բան չունեմ ասելու, ասում եմ, նորից եմ ասել եմ կանեմ, բայց էտա։ Տեսեք, հարցերում ես սպասում են համապետական ընտրությունները։ Եթե այդ ընտրություններում նորից Փաշինյանը վերընտրվի, կամ այնպես ստացվի, որ ընտրություններ չլինեն, չգիտեմ ինչ որ բան պատահի, Փաշինյանը մնա վարչապետ, մեզ ինչ ապագա է սպասում։ Քաղաքացիական պատերազմ։ Ինչի ասեմ ձեզ, որտեվ ստացվում է հետևյալը, որ ոչ մի ձև չկա օրենքի սահմանում իրեն կամ իշխանությունը փոխել, մարդիկ ստանում են այսպես մի տեղեկություն կամ մի ճնշվող տեղեկություն, որ դու չես կարող ինչ էլ ուզես անես, այդ մարդիկ մնալու են իշխանության։ Ես դեմ եմ հայը, որ խփի հային եւ հայի արյուն թափի։ Ուղղակի դեմ եմ։ Բայց մենք գնում ենք դրան ու ես ասեմ, քաղաքացիական պատերազմը ավելի կործանիչ պատերազմ է լինում։ Քան պատերազմ հարևանի հետ։ Ես կարամ օրինակ բերեմ, Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց օֆիցիալ տվյալներով, գիտեք ինչքան զոհ եղել։ 180,000։ Այն 90-ականներին։
Մեր բոլոր պատերազմների ժամանակ Ադրբեջանի հետ բոլոր կոնֆլիկտների ժամանակ, նույնիսկ սահմանային ասին փոքր միջադեպերի ժամանակ երկու կողմից մաքսիմում ասենք մի 60,000 իրար հետ եմ հաշվում կորուստ է եղել մենակ մերը չեմ ասում բայց եթե մենակ մերը առանձնացնենք ասենք այդ 35 տարվա ընթացքում կորուստը համեմատել չի կարելի բայց ճար չի մնում եւ ասում եմ մարդիկ գալու են դրան եւ եթե հիշում եք մեր տարածաշրջաններում պարբերաբար զենքերով ասենք բախումներ եղել են մեր երկրում էլ եղել են պարլամենտի գնդագահարումը որը մենք պիտի վերանայենք որը պիտի նորից քննարկենք դե հարցեր կա ես ազել եմ բազմից հարցեր կա գործող երկրի ղեկավարին այդ մասով հարցեր կա կարծում եմ մարդիկ ամեն ինչ կհասկանան ինչի տրվեց ինչի սուս մնացինք եկան լաչինը փագեցին սկզբից մի 10 հոգի մարդ էր այդ մենք 20 հոգով գնայինք այդ լաչինը բացեինք ինչի չկազմակերպվեց ինչի Ստեփանակերտում արեցին հավաք հիշում եք լաչինի այդ հավաքը չթողին գնա դեպի լաչին որ բացի հարցեր կա ինչի Արցախը ինչի Պրագայում Արցախը ստորագրվեց հանձնի եւ ճանաչվեց Ադրբեջանի մաս Ալիևը որ այդ ժամանակ նույն այնտեղ էր ինքը զարմանքից ինքը նենց էր զարմացել որտեղ ամեն ինչ սպասում էր Պրագայից բայց որ այնտեղ մեր երկրի ղեկավարը գետակ ստորագրի որ Արցախը Ադրբեջանի տարածք է ինքը դա ինչքան էս տեղյակ եմ 3 գիշեր խմել է ուրախությունից Ալիևը այո որտեվ սա էլ է խմում բայց ուրիշ բանից չէ դե նա կարում է իրան պահի նա ալկոգոլիկ չի անհամեմատելի է ցավոք սրտի մեր հակառակորդն է բայց պետք է ասեմ ու շատ հարցեր པարզ կլինի ոնց ինչի եղավ օրինակ 2008 թվականի մարտի 1-ը ինչի եղավ այդ գնդագահարությունները մեր խորհրդարանում հայտնի հոկտեմբերի 27 այո հոկտեմբերի 27 Հետարքիր բաներ եք ասում ինչի ու այդ սաղ այդ շղթան այս սաղ շղթան մենք կտեսնենք ու վերջում պարտություն վերջում հանձնում տրիպի ճանապարհ ոնց մի խոսքով քաղաքականացված կոմեդիան կավարտվի կարծում եմ որ պատմաբանները կուսումնասիրեն այդ ամենը ապագայում Գրանք լավ հասկանում են պարոն Ղուշյան դրա համար էլ օրենքներ են ընդունում հիմա օրենքը ասում է կուսակցության ասում է այս գումարը որտից որ ինքը գույցն է պահում ձեր գումարները խնդրում եմ բացեք սկզբից պատկերացրեք իշխող կուսակցությունը ինքը իրան պետք է ստուգի այդ վերահսկող կոմիտեն իրան է ենթարկում ասենք ղրկեց այսօր երկրի ղեկավարը ասում է գնացեք սաղ կուսակցությունների ֆինանսները ստուգեք ասենք ինքը իշխող կուսակցությունը ամենամեծ շանս ունի փող գողանա պարզ ասում եմ ինչ հաջողում Եվ ով է իրան ստուգում իրա վերաստուգիչ այո հանձնաժողովը հանձնաժողովը հարց եմ տալի այդ ֆանտաստիկ պարգևավճարների համար ով է ասեմ այդ պարգևավճարները իսկ մեորեցը մեկը ուսումնասիրել է ասենք նախարարը ստացել է 7 միլիոն դրամ այդ նախարարը այդ 7 միլիոնից ինչքանն է նվիրատվություն արել գործող իշխանության կուսակցությանը ֆոնդին ինչքան է փոխանցել ու կարծում եմ շատերի համար բացահայտում կլինի իրենք պատրաստում են ընտրությունների իրենց գումարը պետք ու նես չի որ 21 միլիոն պարգևավճար ստացել իրան չպետք է հարց եմ տալի ուտելը ձրի տեղաշարժը ձրի չգիտեմ
ամեն ինչ ձրի 21 միլիոն ինչ անում։ Գնացեք նայեք 7 միլիոն նախարարն ստացել, 21 ինքն ստացել, մյուսներն են ստացել, այդ գումարների քանի տոկոսն է մտել իրենց կուսակցության հաշվներին որպես բան, ամեն ինչ այդ նվիրատվություն։ Եթե սրան էլ ավելացնենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում շուտով ինքը խաղաղության մրցանակ է ստանալու $1 միլիոն պարգևավճարով, արդեն պատկերը կարող է ամբողջական դառնալ։ Այո, այդ հիշում եք Սարկազին գնաց Կադաֆից փող ստացավ, միջի հիմա չի կարող Մարսի։ Հա, նա չէր որ բերես նվեր տվեց, շատ լեգենդիր, եթե նենց արձերն բերեր տար թակուն, Սարկոզին չէր բռնվի։ Հմել սա է, լեգալիզացված գումար հանելը այդ բյուջեից և բաժանել իրար մեջ, ուրիշ բան չկա։ Այդ բաժանածների մի մասներ փոխանցել կուսակցության բանենի իմ տեղեկություններն է, ես առաջարկում եմ ստուգեք, կարող է աստվածտա սխալվեմ։ Ես այս պահին նորից եմ ասում, հաշվեք դա կարծիք եմ ասում։ Թող իրենք Բայց դա ձեր կարծիքն է։ Այո, իմ կարծիքն է, որ ես վստահ եմ, կարծիք ունեմ, որ 7 միլիոնի վերակալը մի մասը, մեծ մասը փոխանցել է իրենց կուսակցության հաշվին։ Ես թե ունեմ տեղեկություն, թե չունեմ, դա երկրորդ հարցն է։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել էինք Համայնքական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Իհարկե արխիվում շատ հետաքրքիր նոր հանդիպումներ են սպասում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։